Գիշերվա ժամը 3-ն էր, քաղաքը քնած էր։ Փողոցից լսվում էր միայն անձրևի միապաղաղ, տխուր ձայնը, որը թքթքում էր պատուհանի սապակուն։ Իմ տարիքում քունը բարակ է, եւ ես միշտ զգում եմ, երբ տանը անսովոր բան է կատարվում։ Բայց այս թակոցը սովորական չէր, այն հուսահատության ու պանիկայի թակոց էր։ Սիրտս պոկվեց տեղից, երբ վազեցի դեպի միջանցք։ Մտքումս հազար իմի սարսափելի միտք էր պտտվում՝ հրդեհ, դժբախտ պատահար, հիվանդություն։ Դուռը զգուշությամբ բացեցի ու սարսափից քարացա։ Շեմին Անին էր, իմ միակ աղջիկը, ում համար ապրում էի վաղուց, ամուսնուս մահից հետո։ Նա ոտքի վրա կանգնած չէր, այլ ընկած էր, ձեռքերը ծածկում էին դեմքը։ Նրա վերարկուն թաց էր, մազերը կպած այտերին, իսկ աչքերում վախը եւ հիասթափությունը խառնվել էին ցավի հետ։ Անի, աղջիկս, ի՞նչ է եղել։ Աստված իմ, կարեն՞ն է քեզ հանել։ Ձայնս դողում էր։ Ես նրան ներս քաշեցի, փակեցի դուռը, ասես ուզում էի արգելափակել բոլոր դրբախտություններն ու ցավերը տանս շեմից դուրս։ Տաք ջուր լցրեցի նրա համար։ Գտա ամենամեծ ու փափուկ ծածկոցը, որով փաթաթեցի նրան, բայց նրա մարմինը շարունակում էր դողալ։ Անին ոչ մի կերպ չէր կարողանում խոսել։ Ես նստեցի նրա կողքին եւ փորձեցի հիշել, թե երբ է նա վերջին անգամ այսպես լաց եղել։ Հիշեցի։ Մանուկ ժամանակ, երբ շունիկը կորել էր։ Բայց հիմա այս լացը ուրիշ էր։ Սա մեծահասակ մարդու կոտրված հոգու լացն էր։ Խնդրում եմ, ասա ինձ, Անի ջան, միգուցե վատ բան չի, շշնջացի ես, փորձելով թաքցնել իմ սարսափը։ Նա բաժակը դրեց խոհանոցի սեղանին, շունչ քաշեց ու նայեց ինձ։ Այդ հայացքից ես հասկացա, որ վատ բան էլ կա, եւ ամենավատ բանն էլ։ Մամ, հիշում ես, հայրիկ արտասահման էր գնում, քրթինքով աշխատեց, որ մեր տունը ունենաս, իսկ հետո, որ ես իմ անկյունը ունենամ Կարենի հետ։ Ես գլխովի հաստատեցի։ Մենք տարիներով էինք գումար կուտակել, որպեսզի նրանց համար առանձին բնակարան գնենք, որպեսզի իմ աղջիկը երբեք օտարի տանը իրեն օտար չզգա։ Մենք մեր ամբողջ հարստությունն էինք դրել նրա երջանկության համար։ Կարենը, նա ինձ խաբում էր ամիսներով։ Մամ, նա ամեն ինչ տանուլ է տվել։ Ես չհասկացա։ Մտածեցի, թե գումարն է կորցրել։ Ինչ ես ասում, ինչ է նա տանուլ տվել։ Միգուցե գործերքը ձախողվեց։ Ոչ, մամ, գործարք չկար։ Խաղ էր, միայն խաղ։ Սկզբում մեր հարսանեկան նվերները, ոսկիները, հետո մեքենան, որը հայրիկը նվիրեց։ Ասում էր, թե բիզնեսում ժամանակավոր դժվարություններ կան։ Իսկ այսօր երեկոյան, նա եկավ տուն, ես գտա փաստաթղթերը։ Պարզվում է, որ մեր բնակարանը, որը դուք մեզ նվիրեցիք, նա գրավ էր դրել ու գումարը խաղացել։ Ես զգացի, որ ոտքերիս տակից գետինը սկսեց պտտվել։ Ամենալուսավոր, ամենածանր աշխատանքով ձեռք բերված մեր կյանքի միակ երաշխիքը ուղղակի անհետացել էր։ Եվ հիմա։ Հիմա մենք տուն չունենք։ Ես հարցրի նրան, թե ինչպես կարող է այդպես վարվել։ Երբ սկսեցի բարձր խոսել, նա ինձ հրեց դուրս փողոց։ Դուռը փակեց ու ասաց. «Իմ ինչին ես պետք, եթե հարստություն չես բերում։ Գնա մորդ մոտ, նա թող քեզ նոր տուն գնի»։ Այդ պահին ես ոչ թե լսում էի, այլ զգում էի, թե ինչպես իմ ամբողջ կյանքի հույսն ու հավատը փուլ են գալիս։ Ես իսկապես քարացա։ Ոչ մի արցունք, ոչ մի բարկություն, միայն սառը դատարկություն։ Իմ աղջիկը վերադարձել էր տուն, կոտրված, անօթևան, եւ մեր ամենամեծ զոհողությունը դարձել էր մի քանի ժամվա զվարճանք մի խաղամոլի համար։ Բայց այդ սառնությունը միայն մի րոպե տևեց։ Հետո զգացի միայն մայրական բարկություն ու պաշտպանվելու ցանկություն։ Ես ձեռքս դրեցի Անիի ուսին։ Անիս, հանգստացիր։ Այս գիշեր դու այստեղ ապահով ես։ Մենք չենք կարող մեր տունը հետ բերել, բայց մենք կյանքը կսկսենք զրոյից։ Առավոտյան, արևը դեռ չբացված, մենք կգնանք փաստաբանի մոտ։ Երկար ճանապարհ ունենք անցնելու, բայց այլևս երբեք քո կյանքը չի կառավարի մի մարդ, ով քո հոր քրտինքի գինը գցում է զառախաղի սեղանին։ Մայրս, ես, այս գիշեր զրկվեցի հանգստից ու երջանկության պատկերից, բայց ստացա նոր ուժ պաշտպանելու իմ աղջկան։ Իմ տան դուռը միշտ բաց կլինի քո համար, Անի, եւ այսօր
մենք սկսում ենք նոր պատերազմ։